Հովհաննես 19 Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց Հիսուսին վերցնել և նրան գանակոծել, իսկ զինվորները փշե-փսակ շինելով դրեցին նրա գլխին ու նրան ծիրանից զգեստ հագցրին և գալիս էին նրա մոտ ու ասում. «Ողջույն հրեաների արքա», և նրան ապտակում էին։ Պիղատոսը դարձյալ դուրս ելավ ու ասաց նրանց. «Ահա նրան դուրս ձեզ մոտ եմ բերում, որպեսզի իմանաք, թե ես նրա մեջ որևէ հանցանք չեմ գտնում»։ Հիսուս դուրս ելավ և փշե-փսակ ուներ և ծիրանից զգեստ, և նրանց ասաց. «Ահա ձեր մարդը ձեզ»։ Երբ քահանայապետներն ու պահակները նրան տեսան, աղաղակ բարձրացրին և ասացին. «Խաչը հանիր դրան»։ Պիղատոսը նրանց ասաց. «Դուք առեք նրան ձեր մեջ և ինքներդ խաչը հանեցեք, քանի որ ես դրա մեջ որևէ հանցանք չեմ գտնում»։ Հրեաները նրան պատասխանեցին. «Մենք օրենք ունենք և ըստ մեր օրենքի պետք է նա մեռնի, որովհետև իրեն Աստծու որդի դարձրեց»։ Երբ Պիղատոսը այս խոսքերը լսեց, ավելի ևս վախեցավ։ Դարձյալ մի անգամ ևս մտավ ապարանքը և Հիսուսին ասաց. «Որտեղի՞ց ես դու»։ Եվ Հիսուս նրան պատասխան չտվեց։ Պիղատոսը նրան ասաց. «Ինձ հետ չե՞ս խոսում, չգիտես, որ իշխանություն ունեմ քեզ խաչը հանելու և իշխանություն ունեմ քեզ ազատ արձակելու»։ Հիսուս պատասխանեց. «Դու իմ վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա, եթե քեզ ի վերուստ տրված չլիներ։ Դրա համար էլ, ով ինձ քո ձեռքը մատնեց, նրա մեղքը ավելի մեծ է»։ Սրանից հետո Պիղատոսը ուզում էր նրան ազատ արձակել, իսկ հրեաները աղաղակում էին ու ասում. «Եթե դրան արձակես, Կայսրին բարեկամ չես»։ Ամենայն ոք, որ ինքն իրեն թագավոր է կոչում, հակառակ է Կայսեր։ Իսկ երբ Պիղատոսը այս խոսքերը լսեց, Հիսուսին դուրս բերեց, նստեց բեմի վրա, այն տեղը, որ քարահատակ էր կոչվում, իսկ եբրայերեն Կապպաթա։ Զատկի նախօրեն էր և կեսօրվա մոտ էր, և նա հրեաներին ասաց. «Ահա ձեր թագավորը ձեզ»։ Իսկ նրանք աղաղակում էին. «Վերացրու մեր միջից և խաչը հանիր նրան»։ Պիղատոսը նրանց ասաց. «Ես ձեր թագավորին խաչը հանեմ»։ Քահանայապետները պատասխանեցին. «Չունենք մենք այլ թագավոր, բացի Կայսրից»։ Այն ժամանակ Հիսուսին հանձնեց նրանց ձեռքը, որպեսզի խաչը հանվի։ Հիսուսի խաչելությունը։ Եվ նրանք առան Հիսուսին և տարան, և խաչափայտը նա ինքն էր վերցրել և բարձրացնում էր այն տեղը, որի անունն էր Գագաթ, իսկ եբրայերեն կոչվում էր Գողգոթա, որտեղ և խաչը հանեցին նրան ու նրա հետ երկու ուրիշների, այս և այն կողմից, իսկ մեջտեղում Հիսուսին։ Պիղատոսը մի տախտակ էր գրել և դրեց խաչի վրա, և գրված էր. «Հիսուս Նազովրեցի, հրեաների թագավոր»։ Այդ տախտակը հրեաներից շատերը կարդացին, որովհետև այն տեղը, ուր Հիսուս խաչվեց, քաղաքին մոտ էր, և գրված էր եբրայերեն, լատիներեն և հունարեն։ Հրեաների քահանայապետները Պիղատոսին ասացին. «Մի գրիր հրեաների թագավոր, այլ ինչ նա ասաց. թագավոր եմ հրեաների»։ Պիղատոսը պատասխանեց. «Ինչ գրեցի, գրեցի»։ Իսկ զինվորները, երբ Հիսուսին խաչը հանեցին, վերցրին նրա զգեստները և 4 մաս արեցին, յուրաքանչյուր զինվորի 1 մաս։ Իսկ քանի որ պատմուճանը առանց կարի էր, վերևից ներքև ամբողջովին հյուսած շրջանակի, ուստի միմյանց ասացին. «Այդ չպատրենք, այլ դրա վրա վիճակ գցենք, ում որ ելնի, որպեսզի կատարվի գրածը.
որ ասում է. «Իմ զգեստները բաժանեցին իրար մեջ և իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին»։ Զինվորներն այս բանն արեցին։ Իսկ Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրը և նրա մորաքույրը, Կղեոպասի կինը Մարիամը և Մարիամ Մագդաղենացին։ Եվ Հիսուս տեսավ մորը և այն աշակերտին, որ մոտ էր կանգնած, որին նա սիրում էր։ Մորն ասաց. «Ով կին, ահա քո որդին»։ Ապա աշակերտին ասաց. «Ահա քո մայրը»։ Եվ այդ պահից աշակերտը նրան իր մոտ առավ։ Այնուհետև Հիսուս, գիտենալով, թե ահա ամեն ինչ կատարված է, որպեսզի կատարվի գրվածը, ասաց. «Ծարավ եմ»։ Եվ այնտեղ քացախով լի մի աման կար։ Զինվորները լեղախառն քացախով մի սպունգ թռչեցին և այն դրին եղեգի ծայրին ու մոտեցրին նրա բերանին։ Երբ Հիսուս լեղախառն քացախը բերանն առավ, ասաց. «Ամեն ինչ կատարված է», և գլուխը կախելով հոգին ավանդեց։ Գեղարդի հարվածը։ Իսկ քանի որ ուրբաթ էր, որպեսզի մարմինները չմնան խաչի վրա մինչև շաբաթ օրը, որովհետև այն շաբաթը տոնական մեծ օր էր, հրեա առաջնորդները Պիղատոսին աղաչեցին, որ կոտրեն նրանց սրունքները և վերցնեն նրանց։ Զինվորները եկան և առաջինի սրունքները կոտրեցին, նույնպես և մյուսինը, որ նրա հետ խաչ էր հանվել։ Բայց երբ եկան Հիսուսի մոտ և տեսան, որ նա արդեն մեռած էր, նրա սրունքները չկոտրեցին, այլ զինվորներից մեկը տեգով խոցեց նրա կողը և իսկույն արյուն և ջուր ելավ։ Եվ ով այս բանը տեսավ, վկայեց, և նրա վկայությունը ճշմարիտ է, և նա գիտե, որ ճշմարիտ է ասում, որպեսզի դուք էլ հավատաք։ Այս պատահեց, որպեսզի կատարվի գրվածը, թե նրա ոսկորը չպիտի փշրվի, և դարձյալ մյուս գրվածն ասում է. «Պիտի նայեն նրան, ում խոցեցին»։ Հիսուսի թաղումը։ Այնուհետև Հովսեփը, որ Արիմաթեացի էր և Հիսուսի թաքուն աշակերտն էր, հրեաների վախի պատճառով Պիղատոսին աղաչեց, որ Հիսուսի մարմինը վերցնի, և Պիղատոսը հրաման տվեց, ուստի Հովսեփն ու Նիկոդեմոսը եկան և նրան վերցրին։ Նիկոդեմոսը, որ առաջին անգամ գիշերով Հիսուսի մոտ էր եկել, բերեց մոտ 100 լիտր զմուրս, հալուեի հետ խառնված։ Վերցրին Հիսուսի մարմինը և պատեցին կտավներով, խնկերով հանդերձ, ինչպես որ հրեաների սովորությունն էր պատել։ Եվ այն տեղում, ուր նա խաչվեց, պարտեզ կար, և այդ պարտեզում մի նոր գերեզման, որի մեջ երբեք որևէ մեկը չէր դրված։ Եվ քանի որ գերեզմանը մոտ էր, հրեաների ուրբաթի պատճառով այնտեղ դրեցին Հիսուսի մարմինը։